Նեոլուբ, ջանապ Պուտին։ Նեոլդու ջենապ Պուտին, այսպիսի հայտարարությամբ է երեկ իր խոսքը սկսել ադրբեջանական պետական լրատվամիջոցի մեկնաբանը։ Պատճառը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններն են, որոնց ընթացքում նաև մահեր են գրանցվել։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական ճգնաժամը կապված է Եկատերինբուրգի Կասպիան սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված կասկածյալ ադրբեջանցիների մահվան հետ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, որոնցից երկուսը լրագրող Սեյֆեդին Հուսեյնլիի եղբայրները մահացել են։ Ինչ է պատահել, պարոն Պուտին, իսկապես այդքան անհանգստացած եք, որ Ադրբեջանը դարձել է ուժեղ տարածաշրջանային երկիր։ Մենք հասկանում ենք, որ դուք սովոր եք կառավարել այն ժողովուրդներին, որոնց բռնի կերպով ներառել եք ձեր շարքերում, բայց արդյոք Կրեմլը եւ Պուտինը հասկանում են, որ այլևս 1937 թվական չէ, այլ 2025-ը, որ նախկին դաշնակից երկրները անկախ են ավելի քան 30 տարի։ Հասկանում է, որ ոչինչ չի մոռացվում, ոչ Ստալինի բռնաճնշումները, ոչ հունվարի 20-ը, ոչ ադրբեջանական տարածքների օկուպացիան, որը կատարել է Հայաստանը, բայց դրա հետևում կանգնած է եղել Ռուսաստանը։ Այո, Ռուսաստանի ձեռքով եւ Ռուսաստանի մասնակցությամբ։ Սկանդալն արդեն միջազգային բնույթ է ստացել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր մտահոգությունը ու վրդովմունքն է արտահայտել Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին, պահանջել, որ շուրջկալն իրականացրած ռուսաստանցի իրավապահները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Միաժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այս օրերին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել է։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանում չեղարկվում են նաև Ռուսաստանի հետ նախատեսված մշակութային միջոցառումները, հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Հաշվի առնելով Ռուսաստանի Եկատերինբուրգի մարզում իրավապահ մարմինների ազգային պատկանելիության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացրած նպատակային սպանություններն ու բռնի գործողությունները եւ այն, որ ընդհանուր առմամբ վերջին շրջանում նման դեպքերը ստացել են համակարգված բնույթ, Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր կառույցների գծով Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, ներառյալ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները չեղարկվում են։ Այս ֆոնին ռուս-ադրբեջանական լարվածությունը առավել հստակ գծեր է ստանում անցնելով քաղաքական եւ էթնիկ մակարդակների։ Եկատերինբուրգի իրադարձությունները Բաքվում ընկալվում են որպես Մոսկվայից կոշտ ուղերձ, սակայն դրան պատասխանում են ոչ թե սիրաշահությամբ, այլ հստակ արձագանքով՝ Նեոլդու, ջենապ Պուտին։ Տարածաշրջանում սկսում է ձևավորվել նոր ուժային հավասարակշռություն, որտեղ Մոսկվան աստիճանաբար դուրս է մղվում առաջնային դիրքերից։ Սա առավել նկատելի է դառնում վերջին օրերին, հաշվի առնելով թե Ալիևի եւ թե Փաշինյանի այցելությունները Թուրքիա։ Դա հստակ ցուցիչ էր, որ Կովկասում ազդեցության առանցքները տեղաշարժվում են հօգուտ Անկարայի։ Դիանա Կարապետյան ու Open Media։